Վարչապետ Նիկոլ Փաշինյան հեռախոսով զրուցած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ։ Զրուցակիցները միտքեր փոխանակած են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններու օրագարկին, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններու մեջ առաջացած խնդիրներուն վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ընդգծած է, որ հայաստանյան ցակման ապրանքներու Ռուսաստանի շուկա արտահանման սահմանափակումները կհագասեն Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանագին եւ Եվրասիական տնտեսական միության ղեկավարումներուն եւ խնդրած է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները ղեկավարելու ուղղությամբ։ Ինչ կվերապերի Հայաստանի Եվրոպական միության անդամակրվելու հարցով Հայաստանի մեջ հանրակրվե անցնելուն վարչապետ Փաշինյանը ընդգծած է, որ հանրակրվեն կորձնական հնարավոր է միայն Եվրամիության անդամակրման համար Հայաստանի կողմեն Եվրոպական միության պաշտոնական թիմում հղել են եւ թեման առարգայական դարձնել են հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը ընդգծած է բաց կորձընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Կենտրոնական ընդրական հանձնաժողովը Երևանի ավագանի թափուր 4 իրավակիրները դրամատրած է Մայր Հայաստան գուսակցություններու դաշինքին եւ քաղաքացիական պայմանագիր գուսակցության ընդրական ցուցակներու հերթական հաջորդ տեխնազուներուն։ Համապատասխան որոշումը ընդունված է Կենտրոնական ընդրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիս 27-ի կայացած նիստին։ Բոլիվիո արտաքին հարաբերություններու նախարարությունը հաղորդակցություն տարածեց Հայաստանի եւ Բոլիվիո միջև դիվանագիտական հարաբերություններու հաստատման 34-ամյակին առիթով։ Կհայտնեն Ուրուգվայի մեջ Հայաստանի տեսփանատունեն։ Բոլիվիո բազմազգ պետությունը կողջունե Հայաստանի Հանրապետությունը երկու երկիրներու միջև դիվանագիտական հարաբերություններու հաստատման 34-ամյակին առիթով եւ կվերահաստատե իր հանձնառությունը շարունակելու ամրապնդել երկխոսությունը, բարեկամությունն ու համագործակցությունը երկու երկիրներուն միջև նշված է հաղորդակցության մեջ։ Անգլիո վարչապետ Անթոնի Բըրնհեմ հայտարարած է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը պիտի շարունակի աջակցել Կիևին եւ պիտի դրամատրե Կիևին ռադիոէլեկտրոնային բայկարի սարքեր ուկրաինական զինված ուժերու անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար կդեղեկացնե ՌԻԱ Նովոստին։ Մենք պիտի շարունակենք աջակցել Ուկրաինա, ասաց է Բըրնհեմ Ուկրաինո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Անգլիո վարչապետը բնդած է, որ այդ սարքերը պիտի օգնեն ուկրաինական անօդաչուներուն նաեւ թիրախները խոցելու։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ մերժած է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արարողությունները կապված Անկարային F-35 կորզանիչներ մատակարարելու հետ կդեղեկացնի ՌԻԱ Նովոստին։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողանի մունգերս է եւ ոչ ոք ինձի չսեր թե մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք։ Թուրքիան ինձի համար հիանալի դաշնակից եղած է, ասաց է Թրամփ լրագրողներուն պատասխանելով Թուրքիո F-35-երու վաճառքի վերաբերյալ Նեթանյահուի արարողություններուն առնչվող հարցին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Վաշինգտոնը լավ բանակցություններ կվարի Թեհրանի հետ եւ հագամարտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա, այս մասին հաղորդել Reuters գործակալությունը։ Ան միևնույն ժամանակ նախազգուշացուցած է, որ ամերիկյան հարվածները կրնան վերսկսիլ, եթե բանակցությունները արդյունք չի տան։ Թրամփ ավելցուցած է, որ Իրանը հնարավոր չէ գաշարել, այլ հարկավոր է հաղթել։ Այս բահուն շատ ընկերական բանակցություններ կընթանան, ասաց է Թրամփ։ Հուլիս 27-ին Իրանի արտաքին գործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարած էր, որ երկիրը Ամերիկային բանակցություններ չէ խնդրած եւ այդ մասին լուրերը գեղձ են։ Ադով հանդերձ Ստիվանակետին կողմերու միջև հաղորդակցություններու փոխանակումը կշարունակվի միջնորդ երկիրներու միջոցով։ Գրեթե 2 շաբաթ տևող հարվածներեն հետո Ամերիկան 3 օր է թատրեցուցած է հարվածները Իրանի ուղղությամբ։ ՄԱԿ-ի մեջ Ամերիկայի տեսփան Մայք Ուոլզ հայտարարած է, որ նախագահ Թրամփ որոշած է թաթար վերցնել դիվանագիտության ավելի շատ ժամանակ տալու համար։ Իրանն ալ հայտարարած էին, որ դարաձաշրջանի մեջ ամերիկյան գառույցներու թեմ հարվածները պիտի թատրեցնեն, քանի դեռ նույնը գնե Միացյալ Նահանգները։ Ամերիկայի թիվանակետները լքած են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը Ֆրանսիայի ներկայացուցիչներու քննադատութենեն հետո գահիտնի Associated Press։ Նիստին քվեարկության դրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքներու հարցերով գերագույն հանձնագետար Ֆոլկեր Թյուրքի լիազորությունները եւս 4 տարիով երկարացկելու հարցը։ ՄԱԿ-ի մեջ Ֆրանսիայի ներկայացուցիչները քննադատած են Վաշինգտոնի որոշումը, հայտարարելով, որ Ամերիկան երբեմն մարդու իրավունքներու փարոս էր, սակայն այժմ հայտնված է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի եւ Մալիի կողքին։ Պատասխան ՄԱԿ-ի մեջ Ամերիկայի փոխտեսպան Դեն Նեգրեյան Փարիզը մեղադրած է փարոյական ձևամոլության եւ այլ երկիրներուն խրադելու փորձերու մեջ։ ՄԱԿ-ի մեջ Ամերիկայի տեսպան Մայք Ուոլզ հայտարարած է, որ Ֆրանսիան գաճակցի մարդու իրավունքներու ամենեն վատ խախտողներեն ոմանց եւ գոմ կքվեարկե անցիմը, որը կքննադատե ժողովրդավարական երկիրները, ադոնց մեջ լալով Ամերիկան, Անգլիան եւ Իսրայելը։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարած է, որ Եվրոպական միության արտագաղթ իրավիճակներու արձագանքման համագարկը դժվարությամբ կդիմակայի Իսպանիա եւ Ֆրանսիայի մեջ փրկած հրթեհներուն, որոնք կշարունակեն ձանրապերնել դեղական միջոցները, կդեղեկացնե Euronews։ Հրթեհները կքերազանցեն արձագանքման կարելիությունները։ Գրագը ոչնչացուցած է ավելի քան 80,000 հեկտար տարածք Իսպանիա մեջ եւ ավելի քան 42,000 հեկտար Ֆրանսիայի մեջ։ Հրթեհները, որոնք ստիպած են 320,000 մարդու լքել իրենց դուները, ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնված։ Եվրոպական միությունը նշված երկու երկիրներուն աջակցելու նպատակով գիրագանացնե իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսել կընդունի, որ հրթեհները ցերկ բերած են աննախադեպ տարածքներ։ Ցեզի հետ է Անի Զեյթունցյանը։